Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն «Պոակը» ներկայացնում են։ Քո արվեստը դպրոցում։ Մեր այսօրվա հանդիպումը տեղի ունեցավ Տավուշի մարզի Թեղուտ գյուղում։ Օրվա հյուրը երգիչ, երգահան, գրող Նարեկ Կոսմոսն է։ Նարեկ Կոսմոս, երգիչ, երգահան, գրող։ Ծնվել է 2002 թվականին Գյումրիում։ 2010-ից 2017 թվականներին սովորել է Գյումրու Շերամի անվան թիվ 5 երաժշտական դպրոցում, ջութակի դասարանում։ 2020-ից 2023 թվականներին սովորել է Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայի արվեստաբանություն բաժնում։ 2023 թվականից մինչ օրս Աշտարակի դրամատիկական թատրոնի երաժշտական ղեկավարն է, ինչպես նաև կիթառ է դասավանդում Աշտարակի երաժշտական դպրոցում։ Երաժշտություն է գրել մի շարք ներկայացումների համար, որոնցից են «Միզերին», «Բովանդակությունը», «Ամանորը Մումի հովտում» և այլն։ 2023 թվականին լույս է տեսել Նարեկի անց 48 բանաստեղծությունների ժողովածուն։ 2024 թվականին Երևան Բլյուզ 2 կամ Երևանյադա ֆիլմում մարմնավորել է իր կերպարը։ Ֆիլմում պատերին գրված բանաստեղծությունների հեղինակն է։ 2023 թվականին արժանացել է Արտավազդ ամենամյա մրցույթ փառատոնի մրցանակի «Տարվա լավագույն երաժշտություն» անվանակարգում։ Բարև ձեզ։ Ես Նարեկն եմ, երաժիշտ եմ ու կիթառից ինչպես ենթադրեցիք, ու նաև բանաստեղծ եմ ու շատ ուրախ եմ, որ այսօր եկել եմ Տավուշ, որովհետև այս երկրամասը Հայաստանի շատ լավ բանաստեղծներ ու գրողներ է տվել։ Ես ավարտել եմ Գյումրու Շերամի անվան երաժշտական դպրոցի ջութակի բաժինը, բայց ոնց տեսնում եք, հիմա կիթառ եմ դասավանդում ու կիթառ եմ նվագում։ Ու սկսել եմ երգեր գրել դեռ 11 տարեկանից։ Ու այդ երգերից որոշները գուցեև ձեզ նաև ծանոթ լինեն, որովհետև եթե լսել եք Ջրաներկ բենդին, լսել եք Ջրաներկին, գուցեև նաև Ջրաներկով ծանոթ լինեն այդ երգերը։ Մենք այսօր մեր ոլորտում իրականում ունենք շատ մեծ բազմատեսակություն երգերի և հիմնականում այսօրվա սերունդին ավելի հարմար և հաճելի է լսել ռեփ երաժշտություն, չգիտեմ կհամաձայնեք թե չէ, հիփ-հոփ արվեստ ավելի շատ, քան ավելի երգեցիկ երգեր։ Մի խոսքով, ռեփը դա ժանր է, հիփ-հոփն է դա ժանր կներեք, ու երբ հիմա նայում ես 21-րդ դարում ինչ են ամենաշատը լսում, հասկանում ես, որ այդ երաժշտությունն է։ Իսկ Հայաստանում մի քիչ խառն է իրավիճակը, ոչ միայն ռեփ, նաև մենք լսում ենք ամենօրյա ինչ-որ հայերեն բառերով երգեր, որոնք այնքան էլ հայկական չեն։ Եվ դա նորմալ է, որ դա կարող է հայկական չլինել։ Երբեմն լսում ենք արևելյան մոտիվներով հայերեն երգեր, որ մենք գիտենք դա հայկական է, չգիտեմ, անուններ էլ չեմ էլ ուզում նշել, բայց 90-ականներից եկած մի հատ հետաքրքիր մաս կա, որ մենք լսում ենք երգերը, շատ հայտնի երգեր, հայերեն, բայց մտածում ենք դա հայկականն է և ես կուզենամ ձեզ ասել, որ մեր ամենամեծ ուղենիշը երբևէ եղած դա Կոմիտասն է, և եթե ուզում ենք զանազանել, տարբերել հայկական երաժշտությունը կամ մոտիվը, դա պետք է Կոմիտասով անենք, այսինքն Կոմիտասը մեր երաժշտական այբուբենն է նաև ինչ-որ չափով։
կոմիտասից ուղիղ անցում կատարեմ դեպի ժամանակակից երաժշտության այբուբեն, եւ սա սուբյեկտիվ կարծիք չէ, Beatles-ին ծանոթ եք դուք։ Beatles-ը Լիվերպուլում ձևավորված, Անգլիայում ձևավորված մի հատ հրաշալի խումբ է եղել, որն էլ այսօրվա մեր լսած երաժշտության անկյունակարերից մեկն է դարձել, որովհետեւ իրենց հարմոնիկ լուծումներով եւ այլնով Beatles-ը այսպես ասած խթան է հանդիսացել, որ այսօր այս երաժշտությունը լսենք, ինչ որ մենք հիմա լսում ենք։ Եվ Հայաստանի վրա էլ մեծ ազդեցություն ունեցել։ Քանի որ ԽՍՀՄ-ում սովետական միության ժամանակ Հայաստանում արգելված էր ռոք երաժշտությունը, թերևս կային մարդիկ, ովքեր նվագում էին, եւ ԽՍՀՄ-ի առաջին ռոք խումբը, այսպես ասած, դա եղավ Առաքյալները։ Արթուր Մեսչյանին չգիտեմ, գիտեք թե չէ։ Հոգևոր ռոք էին նվագում, լպատկերացրեք։ Եվ հայերեն, դա էլ է շատ կարևոր։ Եվ արդեն եկավ մեր օրյա խումբերից մեկը, որին էլ եմ խորհուրդ տալիս լսեք, դա Բամբիռն էր, որ առաջին ֆոլք ռոք խումբն էր, ինչի խոսեցի ես հայկականությունից եւ խոսեցի նաեւ ռոքից, որ շատ հեշտությամբ կարելի է լիքը ժանրեր իրար հետ միքսել եւ ստանալ մի հատ այլ ժանր։ Դա կլինի ռոք երաժշտության եւ ժողովրդական երաժշտության միքսը։ Եվ դա Բամբիռն էր, կարող եք Բամբիռին իսկապես լսել։ Շատ երկեր կան, որ ավելի ձեզ սկզբի համար ավելի հաճելի է լսել, որովհետև մարդկա իրոք ռոք երաժշտությունը չի կարողանում լսել։ Եվ դա շատ նորմալ եւ բնականon է։ Ես 11-12 տարեկանում քուրիկիս խնդրեցի, որ Գերմանիա էր գնացել, խնդրեցի հետը բերի ինձ Beatles-ի CD-ն, ու ես սկսեցի սիրահարվել այդ խմբին, ու իմ ամբողջ մեր տան ամբողջ պատերը Beatles-ի նկարներն էին, եւ ես այդ երաժշտությամբ եմ մեծացել։ Շատ կուզենամ խոսել երգերի տեքստերի կարևորության մասին նաեւ, որովհետեւ այն ինչի մասին ես նոր խոսում էի, լիքը բանով դերևս զիջում է երգի տեքստի կարևորությանը, որովհետեւ մենք Հայաստանում սովորել ենք լսել ծանծաղամիտ տեքստերով երգեր, որովհետև մեր լսածը դա երգն է, որի բառերը ոչինչ չեն արտահայտում, սուտ հիշվող են։ Եվ եկեք ու տեսեք, կային այդ մարտիկները, ովքեր պայքարեցին դրա դեմ ու բերեցին օրինակ բարդ երկարվեստը Հայաստանում, դա այն էր, որ մարդը նստում էր գիտարով եւ սկսում խոսել, երգել, խոսել, ու այդ տեքստը շատ կարևոր էր դիմացինի համար, ով լսում էր այդ երգերը։ Եվ իրենցից մեկը այն մեկն է, որի գրած օրինակ մի հանճարեղ գործ բոլոր մանուկները անգիր գիտեն։ Դա Ռուբեն Հախվերդյանն է, չգիտեմ, փոքրիկ նավակը բոլորդ վստահ եմ գիտեք։ Բայց տեսեք ինչն է երգին երգ դարձնում, նաև տեքստը։ Եվ նաև դա այն է, որ բոլորի անունից է, այսինքն մի երգ ես նվագում, ամեն մեկը մտածում է, որ իր մասին ես գրել։ Դա հաղթանակն է արվեստի մեջ, որ քանդակագործը մի քանդակ է անում ու չգիտեմ, նայողը մտածում է, որ սա ոնց որ ինքը արած լինի։ Դա արվեստն է եւ արվեստի նշանակությունն է։ Թե դու ոնց ես կարողանում ազդել մարդու էմոցիաների վրա, մեղմ ասած։ Ուզում եի ձեզ հետ խոսել առաջի փուլում տեքստի հետ կապված, որովհետեւ ինքս բանաստեղծ եմ։ Անց 48 գրքի ժողովածուն, իմ առաջի ժողովածուն էր, որը Զանգակ գրատունը տպեց, Զանգակ հրատարակչությունը ավելի շուտ, գլխավոր խմբագիրը Հայկ Համբարձումյանն է։ Ինչի են օրինակ շատ երգեր ընդհանրապես լսում ես բառերն է անկապություն եւ այլն, բայց դու լսում ես այդ երգը, որովհետեւ beat-ն է դուրս գալիս։ Ես հիմա այս ամբողջ խոսքերից իրար հետ կապեմ։ Beatles-ի, որ ասեցի, beat նշանակում է հարվածել եւ այդ beat-ը դուք գիտեք ինչ է։ Հայ ժամանակակից երաժշտությանը կարող ենք անդրադառնալ։ Ինչ եմ ուզում հայերից խոսել նաեւ, որովհետեւ երաժշտությունը ամենապարզ ու ամենատարական ու ամենանուրբ բանն է, որը միանգամայն ազդում է մարդու էմոցիաների վրա։ Ոչ ոք ինձ չի կարող օրինակ համոզել, որ նկարով կարող ես միանգամից մարդու վրա ազդել կամ այլ արվեստով, ազդում ես, բայց մի քիչ երկար ժամանակում կան երաժշտություններ, որովհետև երաժշտությունը հանկարծակիորեն դու լսում ես, քեզ դուր է գալիս կամ չի գալիս։ Ես բախտի բերմամբ հայտնվեցի աշտարակում եւ մենք այնտեղ բացեցինք թատրոն, որպեսզի ապակենտրոնացնենք Երևանից եւ
աշտարակն էլ Արագածոտնի մարզն էլ ունենար իր թատրոնը։ Եվ այդ թատրոնի երաժշտական ղեկավարն եմ այս պահին, գեղարվեստական ղեկավարը Գոռ Մարգարյանն է։ Հիմա այդ թատրոնում մենք ձայնագրություններ ենք անում, գրում ենք ներկայացման համար երաժշտություններ, այդ մի քիչ ոչ այդքան նոր բան է Հայաստանի համար, բայց որ հատուկ թատրոնն ունենա այդ այսպես ասած միջավայրը, որտեղ դու երգեր ես գրում ներկայացումների համար, մի քիչ ավելի բան է Հայաստանում դեռ շատ ընդունված չէ, որովհետև դեռ շատ թատրոններ այդպես չեն անում։ Եթե հանկարծ միամիտ հայտնվեք աշտարակում, անպայման կարող եք հայտնվել այն օրը, երբ որ մենք ներկայացում կունենանք այնտեղ։ Հիմա խոսեմ իմ երաժշտական գործունեության մասին։ Փոքր ժամանակ ես մտածում էի, որ երաժշտությունը այն միակ բանն է, որով կարող եմ զբաղվել։ Ժողովուրդ, այդ սխալ է, որովհետև երբ մենակ մի ուղղությամբ ես մտածում երբեմն, այդ ինձ մոտ օրինակ սխալ է ստացվել։ Երբ ես հասկացա, որ չէ, իմ տեքստն էլ պիտի խելացի տեքստ լինի, այդտեղից հասկացա, որ ես ճյուղավորվում եմ, եւ այդ ճյուղավորումը մարդու համար շատ կարեւոր է, որովհետև մարդիկ էլ են ծառեր, իրենք ճյուղավորված են աճում, որովհետև ծառը տեսնում եք ինչ սիրուն է։ Եվ մեկ ճյուղ չունի հաստատ։ Եվ դեռ 11 տարեկանում որոշեցինք 11-12-ում առաջին անգամ գիտար եմ տեսել, պապայից զանգեցի, ասացի ինձ գիտարը պետք, ինքը մեկ օրում ճարեց, չգիտեմ ոնց, ու այդ շատ հետաքրքիր օր է եղել, երևի եթե այդ օրը չուզենայի, այդ օրում չունենայի, երբեք գիտար չէի նվագելու, որովհետև ես այդպես եմ, այդ պահին կարող է ուզենամ ու չանեմ ու էլ չանեմ երբեք։ Եվ գիտարը կախել էի մեր տան պատից ու նայում էի 2 շաբաթ, որ հասկանայի ինչ է։ Եվ վերջը հասկացա, որ ես վերցնելու եմ իրեն, փորձեմ նվագել, ես ջութակահար եմ մասնագիտությամբ, փորձեցի մատներս ավիրում էի, մինչև սկսեցի նվագել իրեն։ Եվ իմ առաջին նպատակն եղել է երգեր գրելը, չգիտես ինչի։ Չնայած գիտեմ, որովհետև ազդված էի, ոգևորված էի, ոգեշնչված էի Beatles-ի երգերից ու ուզում էի երգեր գրել։ Հետո արդեն գնացի Գերմանիա, առաջին անգամ տեսա այնտեղ շատ հրաշալի խմբերի նաև եւ հետ գալուց ես որոշեցի, որ ես ունենալու եմ խումբ Գյումրիում։ Եվ այդպես հավաքվեցինք, սկսեցինք նվագել։ Դրանից էլ ինչ որ տարիներ անցան, նոր եկավ ջրաներկը, որովհետև ես մինչև ջրաներկը մի քանի խումբ ունեցել էի արդեն։ Ես վստահ եմ դուք կմեծանաք, մենք կհանդիպենք արդեն իմ համերգներից մեկում։ Եվ այդ օրը հրաշալի օր կլինի, կարծում եմ։ Չնայած այսօր էլ է իմ համերգը նաև ինչ որ չափով։ Լավ, եկեք մի բան նվագեմ ձեզ համար։ Այնքան եմ սիրում երակներդ, որ հոսում են անհայտ ուղղությամբ, ու սիրում եմ ես մատներդ, որ հալվում են մաշկիս հեշտությամբ։ Ես սիրում եմ հայտնվել քո փողոցում ու կրկել կատուներիդ, փոխել ջրամանները ու հետևել երակներիդ։ Ես գրում եմ երգը քեզ համար, որ պահես գարուններիդ հարմար, որ կարոտես ինձ համար, որ ձմեռիդ երակով հոսի համար։ Ես գրում եմ երգը քեզ համար, որ պահես գարուններիդ հարմար, որ կարոտես ինձ համար, որ ձմեռիդ երակով հոսի համար, հոսի համար։ Այնքան եմ սիրում երակներդ, որ հոսում են անհայտ ուղղությամբ,
ու սիրում եմ ես մատներդ, որ հալվում եմ մաշկի սեշտությամբ, ես սիրում եմ հայտնվել քո փողոցում ու գրկել կատուներիդ, փոխել ջրամանները ու հետևել երակներիդ, ես գրում եմ երկը քեզ համար, որ պահես գարուններիդ հարմար, որ կարոտես ինձ համար, որ ձմեռիդ երակով հոսի համար, ես գրում եմ երկը քեզ համար, որ պահես գարուններիդ հարմար, որ կարոտես ինձ համար, որ ձմեռիդ երակով հոսի համար, հոսի համար, որ չմնա դատարկ կարոտես, որ սենյակում չպակասի օդս, որ հեռվում չմեռնի մոտիկը, որ մոտիկ չմեռնի հեռվում, մի խոսքով։ Մերսի։ Եվ եկեք մի հատ երգ միասին երգենք ու արդեն կարծում եմ ձեր հարցերին մոտենանք, թե դուք ինչ հարցեր կունենաք։ Եվ պիտի խնդրեմ, որ այս երգը միասին երգենք։ Ովքեր գիտեն այս երգը։ Դու իմ կիթառն ես, ով գիտի։ Գիտեք այդ երգը։ Ես պիտի խնդրեմ, որ միասին երգենք այս երգը։ Համաձայն եք։ Առաջի բառով գիտի։ Հա, всё գիտեք, ուրեմն գնացինք։ Բարձր երգեք, գինիներ կարծես, որ ոսեց, կարմիր մայրամուտի կողքով, դու իմ կիթառն ես, կիթառիս լարն ես, դու իմ երգերն ես, երգերիս գույներն ես, դու իմ ես բարձր, դու իմ կիթառն ես, կիթառիս լարն ես, Երգերից գույներն ես, դու ինձ, դու ինձ նիստարար, այն ինչ գտել էի, կարոտի չնչով գոյությունս կոպել էի, դու ինձ նիստարար, կիթառս հին, ու նվագեցիր տխրություն կրկին, ես դարձա կրակ, քո մութ գիշերին, Դու կապույտ համբույր իմ կինոտ ուշերին, ես դարձա դու դարձար նա, իսկ մենք երեքով չենք կարող ապրել, չենք կարող ապրել, դու իմ կիթառն ես, կիթառիս լարն ես, դու իմ երգերն ես, երգերիս գույներն ես, դու իմ ես, հիմա մենակ դուք, երբ արևը ծարավեց ու անձրև եկավ, գինիներ կարծես, որ ոսեց, կարմիր մայրամուտի կողքով, ապրիկ։ Դուք
Դուք ասացիք, որ ավարտել եք ջութակի բաժինը, չէ՞, իսկ գիտարը ինքնուրույն եք սովորել նվագել։ Հա, որովհետև սիրում էի։ Այդ մի օրն էր սիրում էի գիտարը, հիմա ամբողջ կյանքում սիրում եմ։ Այդ մի օրն էր, որ ասացի ինձ գիտարը պետք։ Ինչն է ձեզ հուշում, որպեսզի գրեք երգեր։ Շատ սիրուն հարց է իրականում։ Այսպես ոչ պաթետիկ ասեմ, որ ես երգեր ես որ չգրեմ, օրինակ, չգիտեմ, մի քիչ ինձ վատ եմ զգում, անգամ ֆիզիկական եմ վատ զգում։ Շունչս կտրվում է, որ ես երգեր կամ ինչ որ բան չեմ անում այդ օրվաս ընթացքում, որը շատ կարևոր բան պիտի լինի ինձ համար, դա մի օր որոշում եմ նկարում եմ, մի օր պատմվածքներ եմ շարունակում, որի այսպես ասած գիրքը շուտով կլինի մյուս տարվա մեջ, մի օր երգեր եմ փորձում, մի օր ձայնագրում եմ, մի խոսքով, ինչ որ մի օր չունեմ, որ այդպես շատ ազատ լինեմ, որ հասկանամ, Աստված պապիկն է հուշում, չգիտեմ, կեզերքն է հուշում, ինչ որ մի բան հուշում է, որովհետև այդ ինձ համար շատ կարևոր, այդ կենսական նշանակություն ունեցող բան է արվեստագետի համար, որ ինքը արտահայտվի անընդհատ։ Իսկ դուք սիրում եք նկարել։ Շատ։ Ու քանի հեղինակային երգ ունեք։ 400-ից ավել են։ Ու YouTube-ում էլ կան, մի քանի հատը YouTube-ում կան, նաև Spotify-ում կան, չգիտեմ, կարող եք այսօր լսել այդ երգերը, ավելի կամ սիրել, կամ չսիրել, ձեր ազատ ընտրությունն է, կամ այն մարդկանց, ում ես, չգիտեմ, ինչու խորհուրդ տվեցի, որ լսեք։ Ինչու ընտրեցիք հենց Կոսմոս բեմական անունը։ Այդ ես չեմ ընտրել, շատ հետաքրքիր պահ է, շատ լավ հարց էր։ Մենք Հայասպետին էինք մասնակցում փոքր ժամանակ ու մի հատ հարց ընկավ, որ մենք բաց էինք թողել դա սովորելը թե թեմաների մեջ չէր եղել մի խոսքով, այդպես մի խառը չեմ հիշում նորմալ։ Եվ այդ հարցը տիեզերքի մասին էր։ Ու այդ տիեզերքի մասին հարցին պատասխանեցի, կատակով տիեզերք էին ասում, հետո քուրիկս բան ինձ մի հատ նվեր բերեց, որը գցում ես համաստեղությունները երևում են այսպես առաստաղին, ու վրան գրած էր Կոսմոս, ու այդպես չգիտեմ ինչու Facebook-ից պրոֆիլը որոշեցի փոխել Նարեկ Կոսմոս, եւ հետո այդպես մնաց, բայց հիմա որ ասեմ շատ այդպես խելագարվում եմ այդ կեղծանունի համար կխաբեմ հաստատ։ Քանի գործիք եք դուք տիրապետում։ Ես մի կես տարի առաջ վերցրի ֆլեյտան ու սկսեցի նվագել, հիմա արդեն նվագում եմ։ Այդպես սաքսոֆոնը փորձեցի նվագում եմ, այդ ջութակարների համար մի քիչ հեշտ է ստացվում։ Դե ջութակը, գիտարների համարյա բոլոր տեսակները, ներառյալ բաս գիտար, ես նաև էլեկտրո գիտար եմ նվագում։ Նվագում եմ նաև ուկուլելե։ Ինչ եմ նվագում։ Ստեղնաշար, դաշնամուր եմ նվագում ու ստեղնաշարային գործիքներ եմ նվագում։ Եվ ու մանր-մունոր փոքր գործիքներ, որոնք իհարկե պրոֆեսիոնալ ինստրումենտներ են, գործիքներ են, բայց այդպես, չգիտեմ, շրթհարմոն կամ կազու, ցես այդ ծանոթ, չգիտեմ, կլինի, թե չէ, դա էլ շատ հետաքրքիր գործիք։ Էլ ինչ եմ նվագում։ Հարվածային գործիքներ եմ փորձում։ Այսինքն նվագում եմ այն ինչ որ այդ բանին ոգևորվում եմ դրանով, այդ գործիքը եթե մոտս եղավ, այսպես ասած, փորձում եմ նվագել, վերցնում եմ, հասկանում եմ ինչ կառուցվածք է, եթե երաժշտությանը այսպես ծանոթ ես ու այդ տեսական գիտելիքները ունես երաժշտությունից, շատ դժվար չէ նաև տարբեր գործիքներ փորձել, չնայած եւ տարբերությունները շատ մեծ են լարային գործիքների ու փողային գործիքների, տեխնիկապես ավելի ինչերի վրա պետք է աշխատես, ինչ հմտություններ ունենաս, այստեղ ինձ մոտ դեռ նորմալ է ստացվում այդ։ Որն է ձեր ամենաջերմ հիշողությունը մանկությունից։ Հավանաբար այդ հեծանիվ սովորելու սպահն է եղել, առաջի հարաբերությունն իմ հեծանիվի մեջ, որովհետև այդ շատ արագ է ստացվել մոտս ու այդ երևի շատ ջերմ էր մենակ տեղաշարժվելը։ Որն է ձեր ամենաջերմ հիշողությունը դպրոցական կյանքից։ Ամեն առավոտ մայրիկս ուսուցչուհի է, մենք շուտ էինք գնում դպրոց, ես նստում էի պատուհանակոկին ու երգում Beatles-ի երգերը եւ հիմնականում հենց գծած երկացանք կար, որոնցից ամենաբանը այսպես հիշվողը երևի էս բան Hey Jude-ն է, որ այդպես Hey Jude երգում է, երեխեքն էլ գժի տեղ էին դրել այստեղ։
Որն է եղել դպրոցական ամենասիրելի առարկան։ Հանրաշիվ երկրաչափություն։ Հետո ինձ համար հետաքրքիր է, որ դու ինչ որ հարցին լուծում ես տալիս, լինի դա խնդիր թե ինչ, դա եւս մեկ փուլով ես մոտեցնում է մեծանալուն։ Ով է ամենամեծ դերն ունեցել ձեր մասնագիտության ընտրության հարցում։ Երևի երեքն էլ ունեցել են մայրիկս, հայրիկս ու քույրիկս։ Երեքն էլ շատ մեծ ունեցել են այդ դերը։ Հայրիկս երաժշտական մասով, մայրիկս գրականության մասով, քույրիկս ճաշակի ձևավորման։ Եթե հնարավորություն ունենայիք ճամփորդելու ժամանակի եւ տարածության մեջ, որ ժամանակը կընտրեիք եւ ուր կգնայիք։ Կարծում եմ կգնայի։ Ես մի քանի հոգու ունեմ, որոնց հետ կուզենայի շփվել։ Իրենք շատ հեռու չեն ժամանակի մեջ, դա Չարենցն է ու կգնայի Չարենցի հետ։ Երկու բաժակ խմենք Չարենցի հետ ու չգիտեմ, հարցեր կունենայի հաստատ։ Մյուսը ում կուզենայի տեսնել ավելի մոտ է մեր ժամանակին, դա Սամվել Մկրտչյանն է, ում չեմ հասցրել տեսնել։ Կոմիտասի հետ կուզենայի անպայման, չգիտեմ, թեկուզ չշփվեի տեսնել։ Ու մնացածը արդեն կարծում եմ հայ չեն, որոնք մտքից գալիս են այս պահին։ Բլյուզմեններ են։ Բիթլզի փորձին կուզենայի ներկա գտնվել։ Մանկության ինչ երազանք եք իրականացրել մեծ տարիքում։ Ես անդադ դպրոց գնալիս ավտոբուսի մեջ լսում էի հանրահայտ ռոք խմբերի երգերն ու մտածում, որ մի օր ես այդ բեմից կնվագեմ ու չգիտեմ ինչի այս պրոյեկտում է այդ երգերի վրա, թե ինչ է այդ երգերը նվագելու, չգիտեմ։ Ու այդ երազանքներս եղել են։ Եթե հանդիպեիք ինքներդ ձեզ մանուկ հասակում, ինչ խորհուրդ կտայիք ապագայի համար։ Կասեի, որ ջութակի ավելի լուրջ գնա, քան գնացել եմ, որովհետև այդ ոչ այդքան լուրջ գնալը շատ մեծ հետք է թողել լավ իմաստով նաև երաժշտության վրա։ Ես պատկերացնում եմ, որ ես լավ ջութակահար լինեի, այսօր գլխի վար կփոխվեր իրավիճակը եւ գուցե երկեր չգրեի, հետո կա։